Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հրահանգել է բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ, հաղորդում է պետականամետ Ֆարսը իր աղբյուրներին հղում անելով։ Ըստ գործակալության նույն աղբյուրների բանակցությունները նվիրված կլինեն բացառապես Իրանի միջուկային ծրագրին։ Իշխանական Թասնիմն էլ հաղորդում է, որ բանակցությունները կարող են սկսվել առաջիկա օրերին, թեև դրանց անցկացման օրն ու տեղը դեռ որոշված չէ։ Իրանից բանակցություններին կարող է մասնակցել արտգործնախարարը, իսկ ԱՄՆ-ից Դոնալդ Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Մինչ այդ ԱՄՆ նախագահը հույս էր հայտնել, որ դեռ հնարավոր է Իրանի հետ համաձայնության հասնել երկրի միջուկային ծրագրի շուրջ։ Այն բանից հետո, երբ Իրանի գերագույն առաջնորդը զգուշացրեց, որ երկրի վրա ԱՄՆ հնարավոր հարձակումը կարող է ավելի լայն հակամարտության հանգեցնել։ Իհարկե նա այդպես պիտի ասեր, բայց Իրանին շատ մոտ են մեր նավերը, որոնք աշխարհի ամենամեծ, ամենահզոր նավերն են։ Եվս մի քանի օր եւ հուսով եմ կկնքենք համաձայնագիր։ Եթե չկնքենք, ապա կիմանանք նա ճիշտ էր, թե ոչ։ ԱՄՆ-ն պահանջում է, որ Իրանն անմիջապես բանակցությունների նստի իր միջուկային ծրագրի շուրջ եւ հրաժարվի միջուկային զենք ստեղծելու մտադրությունից։ Մինչդեռ Իրանը պնդում է, որ ուրանը խաղաղ նպատակներով է հարստացնում։ Իրանի գերագույն առաջնորդն էլ մինչ այդ հայտարարել էր, որ պատերազմ սկսելու ԱՄՆ սպառնալիքները նոր չեն եւ Իրանին չեն վախեցնում։ Այաթոլլա Ալի Խամենեին ասել է, որ Իրանը կոշտ հարված կհասցնի յուրաքանչյուրին, ով կհարձակվի իր վրա, ապա հավելել, եթե ԱՄՆ-ն պատերազմ սկսի, այս անգամ դա տարածաշրջանային պատերազմի կվերածվի։ Իրանցիները չեն վախենում արդար բախումից։ Մենք չենք նախաձեռնողները եւ չենք ցանկանում հարձակվել որևէ երկրի վրա, բայց իրանական պետությունը կոշտ հարված կհասցնի յուրաքանչյուրին, ով կհարձակվի իր վրա եւ կհետապնդի իրեն։ Իրանի արտգործնախարարն իր հերթին CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ Իրանը չի ցանկանում պատերազմ, թեև լիովին պատրաստ է դրան, ընդ որում շատ ավելի լավ, քան անցած տարվա 12-օրյա պատերազմի ժամանակ։ Աբբաս Արաղչին նշել է, որ որոշ տարրեր ակնհայտորեն ցանկանում են Դոնալդ Թրամփին ներքաշել պատերազմի մեջ, իրենց շահերից ելնելով, ապա համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ նախագահը բավական խելացի է, որպեսզի ճիշտ որոշում կայացնի։ Նրա խոսքով Իրանը կորցրել է վստահությունը Միացյալ Նահանգների նկատմամբ, որը 2018-ին միակողմանի դուրս եկավ միջուկային ծրագրի շուրջ գործարքից, իսկ անցած հունիսին էլ Իսրայելի հետ հարվածեց Իրանին այն դեպքում, երբ Թեհրանը ցանկանում էր բանակցել։ Բանակցելու համար նաև պետք է վերականգնվի Իրանի վստահությունը, ասել է արտգործնախարարը։ So we don't have any good experience, any positive experience of talking with Americans. Մենք ամերիկացիների հետ բանակցելու լավ դրական փորձառություն չունենք։ Իմաստալից բանակցություններ սկսելու համար մենք պետք է հաղթահարենք այս անվստահությունը։ Who are trying to build this confidence. It is difficult, but they are trying. Ըստ Արաղչիի նոր բանակցություններ հնարավոր են, եթե ամերիկյան թիմը կատարի այն, ինչ Թրամփը գրել էր սոցցանցում, հասնել արդար եւ հավասար պայմաններով գործարքի։ Եթե այդպես է, վստահ եմ կարող ենք համաձայնության հասնել, ասել է նա։ Արտգործնախարարության խոսնակն էլ այսօր հայտարարել է, որ Իրանն ուսումնասիրում է ԱՄՆ-ի հետ լարվածությունը կարգավորելու դիվանագիտական տարբեր խողովակներով ընթացող գործընթացների մանրամասները եւ արդյունքները ակնկալում առաջիկա օրերին։ Թեհրանը նաեւ ցանկանում է, որ շուտապույտ վերացվեն պատժամիջոցները, ասել է Էսմայիլ Բաղային։ Իրանի միջուկային ծրագրի շուրջ մտահոգությունների հետ կապված վստահության ամրապնդման եւ պատրվակները վերացնելու դիմաց անկասկած մեր պահանջն է չեղարկել վերջին տարիներին Իրանի ժողովրդի նկատմամբ կիրառված անարդար պատժամիջոցները։ Reuters-ը իրանցի 3 աղբյուրի հղումով հայտնում է, որ անցած շաբաթ Թրամփը 3 նախապայման է առաջ քաշել բանակցությունների վերսկսման համար։ Իրանը պետք է հրաժարվի ուրանի հարստացումից, սահմանափակի բալիստիկ հրթիռների ծրագիրը եւ դադարեցնի տարածաշրջանում իր պրոքսիներին աջակցությունը։ Իրանը վաղուց մերժել է բոլոր 3 պահանջները, պնդելով, որ 3-ն էլ իր իշխանության անընդունելի խախտում են։ Սակայն 2 իրանցի պաշտոնյաներ գործակալությանն ասել են, որ հոգեվոր իշխանությունը համարում է, որ եթե ուրանի հարստացման դեպքում զիջումները հնարավոր են, ապա հրթիռային ծրագիրը սակարկելի չէ։